Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիա Հաբի եթերում Մետանոյան է եւ այս տարվա առաջին հարցազրույցն եմ ուզում ներկայացնել ձեր ուշադրությանը եւ իհարկե արդից օգտվելով շնորհավորում եմ մեր հետևորդների Սուրբ Ծնունդը եւ Ամանորը եւ այսօրվա իմ առաջին, այսպես ասած, տարեսկզբյան հաղորդման հյուրն է իմ լավ ընկեր, նաեւ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող մի մարդ, ով նաև հանդիսանում է նախկին հոգևորական Նիկողայոս Հովհաննիսյանը, բարև ձեզ պարոն Հովհաննիսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավիրելու համար։ Պարոն Հովհաննիսյան, տեսեք, մենք այս վերջին 6-7 ամսվա ընթացքում ինչ փորձության միջով ասես անցնում ենք եւ չհաշված այն հանգամանքին, որ դուք շատ ակտիվ եք միշտ եղել նաև ձեր քաղաքացիական դիրքորոշման առումով, տարբեր հանրահավաքների, տարբեր շարժումների առաջնագծում եմ ես ձեզ միշտ տեսել եւ հենց այնտեղ էլ ծանոթացել ենք, չէ՞, կարծես թե եւ ես էի ներկա եւ դուք, եւ շատ երկար ժամանակ ես չգիտեի, որ դուք հոգեվորական եք եղել, քահանա եք եղել եւ երկար տարիներ ծառայել եք Հայ առաքելական Սուրբ եկեղեցում, ձեր քահանական գործունեությամբ, որը իսկապես շատ պարտավորեցնող է։ Իսկ այսօր տեսնում ենք ձեզ, որ դուք լինելով նախկին հոգևորական, այսինքն արդեն 2016 թվականից դուք աշխարհիկ կյանքով եք ապրում, դուրս եք եկել եկեղեցուց, բայց ինչ ակտիվությամբ, ինչ, չգիտեմ, էլի, այն սրտի ցավով մեր եկեղեցու դեմ այս սանձազերծված պայքարի առաջնագծում եք կրկին հայտնվել, պաշտպանելով մեր եկեղեցին։ Այո։ Ինչ գնահատականներ եք տալիս այն իրավիճակին, ինչ որ մենք այսօր ունենք։ Մենք տեսնում ենք ամեն շաբաթ ինչ որ մի նոր անոմալ, աննորմալ մի դրսևորում, այս երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից տեսնում ենք, գումարած են 10 տիրադավներին, որ իր ետևից գցած կարծես թե տանում է աջ ձախ, ասում է սարեք, այն արեք, այն արեք, որը շատ ավելի ծիծաղելի եւ ամոթալի է դարձել։ Կուզենայի լսել ձեր տեսակետը։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ես էլ կուզենայի առիթից օգտվելով շնորհավորել մեր ժողովրդին նոր տարվա եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ ամենակարևորը մաղթել իմաստություն։ Այո։ Մեր ժողովուրդը այսօր դրա կարիքը ունի։ Այո, ես եղել եմ նախկին հոգևորական եւ այո, ես միշտ իմ աջակցությունը հայտնել եմ եւ կհայտնեմ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին մշտապես եւ իմ աջակցությունը կհայտնեմ Վեհապար Հայրապետին, որովհետեւ ամենայն հայոց կաթողիկոսը մնում է ամենայն հայոց կաթողիկոս եւ որևէ մեկը, լինի դա երկրի ղեկավար, լինի դա եպիսկոպոս, լինի դա աբեղա, վարդապետ, քահանա եւ այլն, չի կարող պահանջել Վեհապար Հայրապետի հրաժարականը։ Նա իրավունք չունի։ Վեհապար Հայրապետը ազգընտիր է։ Եւ եթե լինելով հոգևորական որևէ կամ նախկին հոգևորական կամ հոգևորական գնահատական տալ այս ամենին շատ դժվար է, որովհետև եթե սկսեմ գնահատական տալ, շատ վատ գնահատականներ եմ նշանակելու, շատ վատ, որովհետև այն մարդիկ, ովքեր որ այսօր եկեղեցուն կպնում են եկեղեցուն եւ հոգևորականներին եւ Վեհապար Հայրապետին, այդ մարդիկ թող նախ իրենց անձերը քննեն, թող մի հատ հասկանան իրենք ով են, իրենց անցած ճանապարհը ինչ է, իրենք ինչ մեղքեր են գործել եւ իրենք արդյոք իրավունք ունեն Վեհապարին որևէ պիտակավորում կպցնելու կամ ոչ։ Հիմա տեսեք, պարոն Հովհաննիսյան, այդ 10 տիրադավները, որոնք եպիսկոպոսած դասի ներկայացուցիչներ են, բոլորս գիտենք արդեն նույնիսկ նրանց ու մեր ժողովուրդը չէր ճանաչում, տիրադավության այս պատմության ընթացքի մեջ արդեն իմացան, որ այսպիսի եպիսկոպոսները կան։ Նրանցից շատ-շատերին ոչ մեկ չէր ճանաչում իսկապես, հա, բացի Նավասարդ Կճարանից երևի, ելով կար, էլ ոչ մեկ, որևէ մեկը այդպես հայտնի մեր ժողովրդի շրջանակում հայտնի հոգևորական չի եղել։ Բայց տեսեք թե ինչ արեցին։ Եվ այդ բոլոր այդ եպիսկոպոսներն էլ Վեհապար Հայրապետին խոնարհվում էին, Վեհապար Հայրապետին
միշտ տարբեր ձևերով այսպես գծնում էին, իր ներկայությամբ իրեն փառաբանում էին, հա, ինչ տեղի ունեցավ, ինչն էր պատճառը։ Ասում են կոմպրոմատների պատերազմ է, ինչեր ասես միգուցե վախեցրել է Փաշինյանը նրանց, չգիտեմ ինչ արել, բայց արդյոք այդ կոմպրոմատները այդքան մեծ արժեք ունեին իրենց անձի պաշտպանության առումով, որը իհարկե ճակերտավոր պաշտպանություն է, քան այն, ինչ որ իրենք դրել են զոհասեղանին, մեր եկեղեցին։ Տեսեք, այդ 10 եպիսկոպոսից 6-ը վեհապարի ձեռամբ են դառել եպիսկոպոս, ստացել եպիսկոպոսյան աստիճան։ 4-ը արքության պատիվն են ստացել վեհապարից, արքիեպիսկոպոսության պատիվ։ Նրանցից գրեթե մեծ մասին վեհապարը հայրություն է արել։ Այսինքն 26 տարի վեհապարին գծնել ու ատել են մարդիկ։ Գծնել են, բայց ատել են։ Գծնել ու ատել են։ Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը իրենց առաջին ուղերձում շատ տիպիկ անուն դրեցին Տիրադավ։ Այդպես է մնաց։ Եվ այդպես էլ մնաց։ Այո։ Նրանցից մեկը Միրզախանյան Վազգենը մի օր ուղի եթերի ժամանակ ասեց մեզ ասում են Տիրադավ կամ չեմ հիշում ոնց որ թե կամ Սարոյան Գևորգը ուղի եթերի ժամանակ ասեց մեզ ասում են Տիրադավ մենք ում ենք դավաճանել Տիրոջը Աստծուն հա այդ Գևորգն էր Գևորգ Մասյացոտնի թեմի առաջնորդը եւ ես միշտ ասում եմ որ ոչ դուք Աստծուն նաեւ Աստծուն եք դավաճանել որտեղ դուք դավաճանել եք ձեր ուխտը եւ ի պատասխան այդ արտահայտությանը ես կասեմ, որ դուք ամեն օր ասել եք վեհապար Տեր։ Հետևաբար Տիրադավ բառը շատ լավ է եւ դուք կարող եք բացել եւ փնտրել եւ գտնել շատ լավ գիտեք այդ բառի իմաստը։ Ինչ վերաբերում է մնացածին, թեկուզ sense Միրզախանյան Վազգենին վարդապետ էր Վիրահայոց թեմի առաջնորդ էր նշանակել։ Այո, այո։ Բերեց Մայրաթոր 2003 թվականին Բագրատ Սրբազանի հետ կողքի Մայրաթորի խորանի վրա դարձրեց եպիսկոպոս։ Ու հետո հետ ուղարկեց Վիրահայոց թեմ։ Այնտեղ իր շատ բուրըն պատմություններով լի վերադարձավ Հայաստան։ Այո, շատ եւ նշանակվեց վեհապարի կողմից Բալթյան երկրների առաջնորդ։ Եվ էլի գծնեց ու էլի դավաճանեց։ Եվ ինչու՞ չէ նաև մնացած եպիսկոպոսները։ Այնտեղ Մասյացոտնի թեմի առաջնորդ կա, այդ Գևորգ Սրբազան կոչվածը, ախր դուք չեք պատկերացնում, ես նաև Մայրաթորում եմ աշխատել, եւ վերջին այս մի քանի ամիսն է, որ այնտեղից դուրս եմ եկել աշխատանքից, թե դա ոնց էր գծնում եւ տեղին ու անտեղին նույնիսկ բամբասանքներ էր տարածում այն պարագայում, որ այսինքն այն կոնտեքստում, որ իբրև թե սիրաշահեր վեհապարին, սուտ մատնություններ էր անում, կեղծիքներ էր տարածում, հրահրումներ էր կազմակերպում, բայց փորձում էր իբրև թե դա անել հանուն վեհապարի, այդպիսի տպավորություն էր էլի թողնում ինքը ներսում։ Հետո այն որ ամեն ինչը ջրի երես է բարձրանում ու դու տեսնում ես ու նույնիսկ ապշահար ես լինում, թե մարդը հասուն տարիքի, այս դեպքում անգամ հոգևորական չեմ ասում, հասուն տարիքի տղամարդ 40 անց, ով այդ նվիրապետության մեջ է ծառայություն ունեցել։ Գիտեք, այդ նվիրապետությունը շատ լուրջ խորհուրդ ունի էլի իր մեջ։ Այսինքն ինքը մարդուն նաև այն սահմանների մեջ է դնում, որ դու պետք է խոնարհ լինես, հա, չգիտեմ, քեզնից բարձր աստիճան ունեցող հոգևորականի նկատմամբ հարգանք տածես եւ այլն։ Ու մեկ էլ տեսնում ես, թե ինչ մասշտաբի եւ ինչ մակարդակի սրիկայությունների են սրանք պատրաստ։ Պահի մեջ նույնիսկ զարմանում ես, ասում ես մարդը ոնց կարող է անչափելի տիրադավ լինել, էլի այս կարգի ոնց սրանք են։ Մենք տեսանք, երբ որ առաջին անգամ ուժայինները եկան Մայրաթոր Միքայել Սրբազանի հետևից, այո, մենք տեսանք, թե Գևորգ եպիսկոպոսը ոնց էր աղիողոր մնացելով աղաչում ուժայիններին, որպեսզի Մայրաթորի վրա չգնան եւ վեհապարին հանկարծ չկպնեն կամ Միքայել Սրբազանին եւ այլն եւ այլն։ Մենք շատ լավ գիտենք նաեւ, որ մարդը եղել է Մկրտիչ Սրբազանյան ստան անդամը։ Այո, մենք հիշեցնենք, որ Մկրտիչ Սրբազանը վեհապարի քրոջ որդին է,
ով այս պահին կալանավորված է արդեն քանի ամիս Արագածոտնի թեմի առաջ։ Մենք գիտենք, թե վեապարը ինչպես է Գևորգ Սրբազանին ուղարկել տարբեր երկրներ սովորելու՝ Ամերիկա, Անգլիա եւ այլն եւ այլն։ Եվ այդ ամենը ինչը ստացել է նա ուսում, բարձրաստիճան հոգեվորականի կոչումներ եւ այլն ստացել է մեկ մարդու ցանկությամբ։ Եվ այդ մարդը վեապար Հայրապետն է։ Այսինքն այն ինչ որ կատարվել է այս 10 եպիսկոպոսների համար, արվել է այս 10 եպիսկոպոսների համար, դա նույնիսկ շատ տեղերում հայրերը չեն անում իրենց զավակների համար։ Գրեթե բոլորը թեմերի առաջնորդներ են։ Գրեթե բոլորը վեապարի հաճությունն են վայելել։ 26 տարի վեապար են դիմել, վեապար տեր են դիմել։ 26 տարի ինչ ասելա արել են։ Ոչ մի անգամ չեն ընդդիմացել։ Այո, չեն ընդդիմացել։ Այո։ Մենք ունենք նաև եպիսկոպոսներ, որոնք շատ ակտիվ դիրքորոշում են միշտ ունեցել եւ նույնիսկ շատ հարցերում հակասություններ են ունեցել, ինչ որ փուլեր են ունեցել, վեհապարին չեն համաձայնել, հասկանում եք։ Դա Բագրատ Սրբազանն է, դա Միքայել Սրբազանն է, դա Արշակ Սրբազանն է, դա Մկրտիչ Սրբազանն է, որոնք այսօր կալանքն են կրում, այո։ Բայց այս մարդիկ 26 տարի ձայն չեն հանել, 26 տարի այդ մաղձը կուտակել են իրենց մեջ եւ այսօր չգիտես։ Լավ, պարոն Հովհաննիսյան, մաղձը կուտակել են, հասկացանք, բայց սա միայն մաղձով էր պայմանավորված։ Դուք շատ լավ գիտեք ներսից եկեղեցին, քանի որ նաեւ կուզենայի հիշեցնեք, քանի տարի եք ծառայել։ Մոտ 10։ Ահա, 10 տարի, նաև ճեմարանն եք ավարտել, չէ՞։ Դրանից առաջ այո։ Այո, ճեմարանն եք ավարտել, այսինքն ամբողջությամբ ուղնուծուծով ներսում եք եղել, շատ լավ պատկերացրել եք այդ ամեն ինչ տեսել եք, ձեր մաշկի վրա զգացել եք թե դրականը, թե բացականը։ Այդ եմ ուզում հասկանամ, լավ, ուրացան, ուղակի ուրացան։ Հիմա ուզում եմ անդրադառնալ այն հանգամանքին, որ ասում են նրանց նկատմամբ եղել են կոմպրոմատներ եւ այդ կոմպրոմատներով վախեցրել են։ Սա որքանով է իրատեսական։ Կոմպրոմատն է մարդուն բերում իսկապես մղում այս դաշտ, թե իրենց սեփական սրտի ցանկությունն է եղել, ուղղակի հարմար պահի են սпасել։ Տեսեք, բոլոր դեպքերում կարող են լինել կոմպրոմատներ։ Ես գրեթե վստահ եմ, որ կոմպրոմատներ կան։ Բայց ես կարծում եմ, որ կոմպրոմատներ կային նաև այն եպիսկոպոսների վրա, ովքեր որ այսօր նստած են։ Եվ եթե դու քո անձնական շահը ավելի վեր ես դասում Մայրաթորի շահից, դու այլևս հոգևորական կոչվելու իրավունք չունես։ Դու եթե քո անձնական շահը վեր ես դասում, այսինքն այդ անձնական վախերը, անձնական շահերը վեր ես դասում Մայրաթորից, ուրեմն դու Մայրաթորը միաբան չես էլ եղել։ Որովհետև այսօր մենք շատ լավ գիտենք, որ նույն օրինակը կարող են բերել Արշակ Սրբազանի մասով։ Փորձեցին ամեն բան անել, որպեսզի Արշակ Սրբազանին վարկաբեկեն։ Ամեն ինչ արեցին։ Արշակ Սրբազանը գնաց, նստեց 2.5 ժամ բաց ճակատով մամուլի ասուլիս տվեց, հաջորդ օրը կալանավորեցին։ Այս մարդկանց լրագրողները մոտենում են, երկու բառ չեն խոսում լրագրողների հետ։ Փախնում են։ Եվ գնում են միայն իշխանական մեդիաներ։ Գնում են այնտեղից խոսում։ Երեք ես ականատես եմ լինում մի շատ ցավալի եւ ես կասեի նույնիսկ նողկալի երևույթի։ Երբ որ Բալթյան երկրների առաջնորդ Վազգեն Միրզախանյանը այնտեղից ուղիղ եթեր է մտել եւ ասում է, որ ինքը չի տեսել այսքան ժամանակ քարոզչություն Քրիստոսի եւ Սուրբ Աննայի բակում տեսավ, թե ինչպես է վարչապետը հուզվել էր, չգիտեմ, հուզվել էր թե հյուծվել էր վարչապետը ինչպես է Քրիստոսին քարոզում։ Վազգեն Սրբազան քանի տարի է եպիսկոպոս ես եւ ընդհանրապես հոգեվորական ես։ Քեզ որևէ մեկը արգելել էր Քրիստոս քարոզել, որ դու այսքան ժամանակ չէիր տեսել։ Կամ այդ ես ուզում եմ հասկանալ, այս մարդիկ նոր աղանդի հիմնադիրներ են, ինչ անշանակում Քրիստոս բանտարկված էր խոր վիրապի զնդանում այսքան տարի։
Այսինքն այս արտահայտությունը հայ եկեղեցու եպիսկոպոսին հարիր արտահայտությունն է։ Այն իրենց շեֆն էլ, որ վարչապետ է, ասում էր ներողություն ենք խնդրում, որ Հիսուս Քրիստոսից ինչ ենք արել։ Մենակ ենք թողել։ Մենակ ենք թողել, հա։ Դե ես չեմ ուզում նրա խոսակցությունները եւ նրա արած արտահայտությունները մեկնաբանել, որովհետեւ դա ինձ քիչ է հետաքրքրում, նա ինչ ուզում ասում է, ինչ ուզում խոսում։ Այո։ Բայց դուք լինելով եպիսկոպոս հայ եկեղեցու նմանատիպ արտահայտություններ անեք, դա կատաստրոֆիկ է։ Դա սարսափելի է։ Որովհետեւ նույնիսկ շարքային հավատացյալը, շարքային քրիստոնյան, չլինելով եկեղեցու ներսում եւ չունենալով այդ քրիստոնեական դաստիարակությունը եւ կրթությունը, նույնիսկ մտքի թռիչքով չի կարող պատկերացնել, որ հայ եկեղեցու եպիսկոպոսը կարող է ասել, որ այո, այսքան տարի չէինք լսել Քրիստոսի քարոզչություն լսեցինք։ Շատ ցավալի է, որ դու չես լսել։ Ու այդ Քրիստոսի քարոզչություն անողն էլ բանն էր, հա, Նիկոլ Փաշինյանն էր։ Դե փաստորեն Մեսիան է եկել էլի։ Այսինքն ես նաև ու շատ մարդիկ ինձ գրում էին, հարցնում էին, ասում էին, ինչ ես կարծում, կարող է սա նոր աղանդի հիմնադրում է։ Եվ ես կարծում եմ, որ սա ոչ թե նոր աղանդի հիմնադրում է, այլ սա խեղկատակություն է։ Պարոն Հովհաննիսյան, թեկուզ անգամ եթե դիտարկենք, որ նոր աղանդի հիմնադրում է, այդ թող գնան իրանց համար իրանց աղանդը հիմնադրեն, մեզնից ինչ են ուզում։ Էս էլ կա, այսինքն այդ նոր աղանդի հիմնադրումը պետք է լինի մեր եկեղեցու հաշվին, հա, հայ առաքելական եկեղեցու հաշվին, գրավելով վանքերը եկեղեցիները սկզբունքով, թող գնան տուն վարձեն, ոնց մնացած տարբեր աղանդներ իրենց հետևորդներով հավաքվում են, երգում են, պարում են, չգիտեմ, աղոթում են, իրենց համար ինչ որ առաջնորդներ են ընտրում, հովիվներ ու եղբայրներ են ընտրում, թող գնան անեն։ Իրենք գիտեն իրենց աղանդը, այս դեպքում ինչու է թիրախավորվում եկեղեցին։ Դուք կարծում եք, թե հարցը վեհապարն է։ Իհարկե մենք բոլորս հասկանում ենք, որ անձն է հարցը։ Ոչ իհարկե։ Իհարկե ոչ։ Իհարկե։ Հարցը խամաճիկ, կամակատար, ենթարկվող կաթողիկոս ունենալն է։ Որ ասեն գյադեք այս կողմ, գյադեք այն կողմ, անեն այն ինչ որ ուզում են։ Իզուր չէր, որ վեհապարը Սուրբ Ծննդյան քարոզի ժամանակ խոսեց նաև արցախահայության մասին։ Այ երբ վեհապարը իր լեքսիկոնից հանեց Արցախ բառը եւ հայ եկեղեցին եւ ազգային բառերը, այ այդ ժամանակ իրանք էլ կդադարեն վեհապարին թիրախավորելուց։ Ազգային սեգմենտը չլինի, Արցախը մոռացվի հուրավիճակում։ Մեր հարևանները շատ լավ գիտեն, որ հայ առաքելական եկեղեցին ազգային եկեղեցի է։ Դա նաև հիմնավորված է մեր սահմանադրությամբ։ Առաջնայնությունը տալ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն որպես ազգային եկեղեցի, որը անջատ է պետությունից։ Որը անջատ է պետությունից եւ որ որևէ մեկը լինի աշխարհիկ թե հոգեվորական իրավունք չունի պահանջելու կաթողիկոսի հրաժարականը։ Կաթողիկոսը ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից։ Կաթողիկոսը հանդիսանում է 10 միլիոն հայի կաթողիկոս։ Դուք 680,000 հայի ընտրածն եք։ Դե էդ էլ հիմա չգիտենք ինչ է արդեն։ Էդ էլ դա 21 թվականի տվյալներն են։ Այո։ Եվ կանգնել ասել, թե ժողովուրդը պահանջում է, սա աբսուրդի ժանրից է։ Ես ուզում եմ հասկանալ, ով է այդ ժողովուրդը։ Ով է տվել այդ ժողովուրդ սահմանումը։ Ինչի այդ ենթադրենք օրինակ 100,000, ենթադրենք 100,000 մարդը ժողովուրդ է, այն 10 միլիոնը ժողովուրդ չի։ Հա։ Այդ ով է տվել Ով իր հետ գնացել էր այդ ու ինչ են ասում ուխտաերթ։ Ուխտաերթինով գնացել է, ասում է ժողովուրդը սա է։ Բայց ես էլ եմ ժողովուրդ։ Դուք էլ եք ժողովուրդ։ Իհարկե։ Ես դրա համար եմ ասում։ Մենք էլ ենք ժողովուրդ։ Իսկ ո՞վ ասեց որ ժողովրդի անունից ով է այդ ժողովուրդը։ Ես ժողովուրդ եմ, այն 10 միլիոնը ժողովուրդ է։ Սփյուռքի 6-7 միլիոն մարդիկ ժողովուրդ են։ Իհարկե։ Այդ մարդկանց կարծիքը դուք հաշվի առել եք։ Եթե մի անգամ մի դրվագով ես կարծեմ ոչ Հայաստանում երկրի ղեկավարը ասեց, որ
Սփյուռքում ասաց, որ ես ձեր վարչապետը չեմ, ես մենակ հայաստանցիների վարչապետն եմ։ Այո, ասեց։ Եթե դու կանգնում ես ասում ես, որ ես միայն հայաստանցիների վարչապետն եմ, ապա ես քեզ հստակ կարող եմ ասել եւ ընդհանրապես բոլորին, որ Վեհափար Հայրապետը ամբողջ հայության Վեհափար Հայրապետն է։ Եվ այո, դուք կարող եք խոսել անձի մասին, խոսել, ցեղ շպրտել անձին, բայց դուք իրավունք չունեք Վեհափար Հայրապետին որպես ինստիտուտ կամակատար ենթարկեցնող դարձնելու։ Եվ եթե հանկարծ Աստված ոչ անի, հանկարծ նմանատիպ բան եղավ, դա հայ եկեղեցու կործանումը կլինի, որովհետև կգա ուրիշ իշխանություն եւ ունենալով այս նախադեպը, Կասի ես էլ կարող եմ կասի ինձ էլ դու դուր չես գալիս, Այո, գնա։ Այո։ Իսկ մենք ունենք ինստիտուտ կաթողիկոսության։ Վեհափար Հայրապետը ընտրված է 132-րդ կաթողիկոսն է։ Ես չգիտեմ, մարդիկ գիտեն թե չգիտեն, որ Վեհափար Հայրապետը օծված է, այսինքն միակ կաթողիկոսն է, ով օծվել է Անտիլիասի Արամ կաթողիկոսի ձեռամբ, Պոլսի եւ Երուսաղեմի պատրիարքների եւ Մայրաթորի եպիսկոպոսների ձեռամբ։ Եվ այդ օծումը սուրբ է եւ որպես անձ յուրաքանչյուր մեկը կարող է ունենալ թերություններ, խնդիրներ եւ այլն, բայց որևէ մեկը օծման իրավունք չունի կպնելու։ Պարոն Հովհաննիսյան, տեսեք, ես այդ թեզը շատ հաճախ եմ նաև շրջանառության մեջ եմ դրել եւ ինքս էլ շատ անգամ խոսել եմ, նաև մի հաղորդում եմ ամբողջությամբ պատրաստել այդ մասին։ Հիմա դա ուզում եմ նաև ձեզ հետ քննարկել եւ եւս մեկ անգամ մեր հետևորդներին ներկայացնել։ Տեսեք, ինքը երբ ասում է, որ կաթողիկոսը fake է, այսպես ավելի կոպիտ բնորոշեմ, ոնց իրենք են, ուզում բնորոշել, եւ ասում է, որ 26 տարի սա կեղծ կաթողիկոս է եւ այս կաթողիկոսը ճիշտ կաթողիկոս չի եւ այլն, ինքը պետք է կաթողիկոս չլիներ, էս ունի, են ունի, չգիտեմ, դուստր ունի, որդի ունի, չգիտեմ, ինչ-որ բաներ են ասում։ Ինչ է ստացվում։ Այդ ձեր ասած օցիալ լինելու հանգամանքից զատ ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ եփվել է Մերոնը 26 տարի շարունակ եւ այդ Մերոնը բաժանվել է մեր ողջ հայության համայնքներին, ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում մեր թեմերին եւ յուրաքանչյուր հայ մարդ, հայ մանուկ 26 տարվա ընթացքում օծվել է Վեհափար Հայրապետի եփված, օծած, օրհնած Մերոնով, չէ՞։ Հիմա ինչ է ստացվում։ Եթե նա անընդհատ այդ թեզը շարունակական կրկնում է, որ սա կեղծ կաթողիկոս է, մենք sense կաթողիկոս չունենք, իր կարգալույծ արածները կարգալույծ չեն, իրենք շարունակում, այսինքն ինչ խայտարակություններ է, էլի ասում, ինչ է ստացվում։ 26 տարվա ընթացքում յուրաքանչյուր այն հայը, որ այդ Մյուրոնով ստացել է իր մկրտությունը, իր օրհնությունը, դառնում է, որ մենք 26 տարի չենք մկրտվել, մենք այդ օրհնությունը չենք ստացել, բոլոր են քահանաները, եւ դուք էլ քիչ առաջ նշեցիք հոգեվորականները, նաեւ բարձրաստիճան եպիսկոպոսները, որոնք ձեռնադրվել են, նույն քահանաները, հայր սուրբերը, ամբողջ այդ նվիրապետական կարգը 26 տարի ինչքան մարդ ա եղել։ Այսինքն մենք մկրտված չենք։ Ստեղ շատ վտանգավոր բան կա, պարոն Հովհաննիսյան, ինքը ուզում է ասի, որ 26 տարի այդ սա սուտ է։ Դուք ոչ մեկը էլ ոչ օծվել եք, ոչ մկրտվել եք, ոչ պսակվել եք, ոչ ինչ է արվում, տարբեր, հա, տարբեր բաներ ա անում։ Ես կասեմ, որ այո, դուք շատ ճիշտ եք նկատել, որ Վեհափար Հայրապետը օրհնել է Մերոնը։ Այո։ Վեհափար Հայրապետը այդ Մերոնը բաժանել է հայ առաքելական եկեղեցիների, բոլոր եկեղեցիների։ Բոլոր աշխարհ։ Այդ ընթացքում բազում հոգևորականներ են օծվել քահանաներ, աբեղաներ, վարդապետներ, եպիսկոպոսներ, վարդապետը չեն օծում, եպիսկոպոսներ, այդ նույն օծյալները մկրտել են այդ Մերոնով մարդկանց։ Տեսեք ինչ համակարգ է։ Հետևաբար ստացվում է, որ ազգաբնակչության եւ նաեւ Սփյուռքի մեր հայերի մի ստվար հատված մկրտված չէ։ Այո։ Այսինքն վավեր չէ։ Վավեր չէ։ Հիմա Վեհափար Հայրապետը օծել է քահանաներ։ Վեհափար Հայրապետը կարգալույծ է արել այդ քահանաներին։
Այսինքն վեհապար հայրապետի օծումը վավեր է, կարգալուծությունը վավեր չէ։ Այդ մարդն է օծել։ Հիմա այն Հովանավանքի են Տեր Արամեր ինչ էր, որ հիմա դառել է անունը, ինչ էր Ստյոպիկը։ Բոլորը։ Հիմա այդ Ստյոպիկին ձեռնադրել են քահանա, օծել են, քահանա է եղել։ Հիմա էլ ասում են մենք քահանայությունը հետ ենք վերցնում։ Դուք ես ճիշտ չես պահում։ Այո։ Հիմա ասում է չէ, այդ որ պիտի հետ վերցնեք ինձ արդեն կարգալուծանեք, այս արդեն չեղավ։ Դե իհարկե։ Դուք պատկերացնում եք, բայց սա աբսուրդ է։ Չի կարող էսպես լինել։ Մենք պիտի մեր ժողովրդին հասցնենք, որ եթե անգամ դուք գլուխներդ կախ դրա հետևից վեր եք կենում, շատ-շատերը չեն հասկանում, պարոն Հովանեսյան չա կատարվում։ Վեր եք կենում գնում եք, մի հատ էլ նայեք ձեր ընտանիքներին, ձեր շրջապատին, մի հատ տեսեք, որը երբ եք մկրտվել, որը երբ եք պսակվել։ Դրա համար մարդիկ պետք է մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ այսօր գնալ միտեղ կանգնել մեկի կողքին, ով ասում է, որ վավեր չէ կաթողիկոսի գործունեությունը, ինստինկտյան անվավեր են դարձնում այն հոգևորականների արած արարողությունները, դա կլինի իրենց ծնողների ուղարկավորությունը, դա կլինի իրենց տներում արած տնօրհնեքները, դա կլինի իրենց երեխաների մկրտությունը, իրենց զավակների պսակադրությունը։ Այսինքն այդ ամեն ինչը իջիք է դառնում։ Այսինքն մեկ մարդ, ով երկրի ղեկավարն է այսօր, ասում է, որ աբրակադաբրա, վերջ։ Պատկերացնում։ Դուք չունեք դա, ունեիք դա, հիմա չունեք։ Այսինքն եթե այսօր հոգևորականը կանգնում է մկրտություն է անում, էլի այսօր մինչև հիմա այս պահին ես վստահ եմ շատ եկեղեցիներում մկրտության արարողություն է գնում։ Այո։ Բա դուք ո՞նց եք ասում, որ այդ մերոնը անվավեր է։ Դա շատ կարևոր հանգամանք է։ Այսինքն մարդիկ կներեք, այսինքն այս մարդիկ ջնջում են հայ եկեղեցու վավերականությունը ապացուցող շատ հանգամանքներ։ Անկախության ամբողջ շրջանը իրենք ջնջում են։ Այո։ 91 թվականից այս կողմ մի քանի տարի առաջ Վազգեն առաջինը մահացավ 94-ին, չէ՞, թե 5-ին։ 4-ին։ Նրանից հետո Գարեգին առաջինն էր, հետո եւ 99 թվականից Գարեգին երկրորդն է։ Այսինքն 99 թվականից մինչեւ հիմա մի ողջ սերունդ է մեծացել, հա, 99 թվականին ծնված երեխաները հիմա 26-27 տարեկան մեծ մարդիկ են։ Եվ պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ սովետական միության ընթացքում մկրտվելը, եկեղեցում պսակադրվելը, տնօրհնեքները եւ այլ այսպիսի, այսպիսի ծեսեր չէին անում, որտեղ սովետական միությունը եւ մասնավորաբար սովետական Հայաստանը աթեիզմ էր քարոզում եւ մարդիկ շատ հեռու էին եկեղեցուց։ Այսինքն մեծավ մասամբ 91 թվականից հետո են հայերը կրկին վերագտել իրենց եկեղեցին, չէ՞։ Այո։ Եվ ինչ է ստացվում հիմա բոլոր մարդիկ մեծամասնությունը նույն 98-ից 9-ից նոր սկսել են եկեղեցին նորից վերագտնել, վերաճանաչել եւ հենց այդ տարիներին ես ինքս բավական մեծ տարիքում եմ մկրտվել։ Այսինքն մանուկ հասակում իմ ծնողները չէին մկրտել սովետական Հայաստանի շրջանում։ Մենք բոլորս մկրտվել ենք 99 թվակ, ես կոնկրետ, ես, իմ երեխաները, զավակները եւ շատ-շատերինը։ Չէ, ես մի քիչ ավելի շուտ 90 կամ 91 թվին եմ մկրտվել։ Ահա։ Եւ տանն եմ մկրտվել իմիջիայլոց, որովհետեւ այդ ժամանակ չէին թույլատրում եւ չէր կարելի եւ մերոնք էլ տենց մի քիչ չէին ուզում այդ խնդիրները եւ այլն ամեն դեպքում կարևոր է մերոնով դուք օրնվել եք։ Ես օծվել եմ այդ մերոնով եւ կանգվել եմ, մկրտվել եմ եւ հայ եկեղեցու քահանա է ինձ մկրտել։ Բայց հիմա այնպես է ստացվում, որ 27 արդեն հիմա տարին արդեն փոխվել, 27 տարի մի ամբողջ սերունդ եւ մի ժողովուրդ դուրս ա գալի, որ fake է այդ ամեն ինչը։ Այո, եթե կաթողիկոսը 26 տարի fake է արել ամեն ինչ, ուրեմն մերոնն էլ է fake։ Հասկանում եք, չէ՞։ Մեղա Աստծո, իրոք, իսկապես, բայց ամեն դեպքում այս մարդկանց ասած ստացվում են հենց, որ եթե կաթողիկոսի արածը վավեր չի, ուրեմն Կճոյանը պիտի գա ուրեմն օրհնի։ Կճոյանը ով կօրհնի, բայց ամեն դեպքում ցավալին է նա, որ այսօր այդ 10 եպիսկոպոսները տիրադավմականունը ստացած եպիսկոպոսները պատահական չէ։ Իհարկե պատահական չի, իհարկե պատահական չի։ Պարոն Հովանեսյան։ Մի կներեք Միքայել Սրբազանը վերջին իր Սուրբ Ծննդյան
մաղթանքի ժամանակ, ուղերձի ժամանակ բանտից շատ հետաքրքիր բնորոշում տվեց Միքայել Սրբազանը եւ ասեց հայրենադավը գտել է տիրադավներին։ Ճիշտ է։ Սա ֆանտաստիկ ուղակի մեջ բերում է, էլի։ Իսկապես։ Պարոն Հովհաննիսյան, հիմա ինչ ընթացք եք կանխատեսում այս ամենին։ Ինչ ելք եք կանխատեսում։ Այ հիմա տոները ավարտվեց, մի քանի օր ձայնը չենք լսել, մեկ էլ հոп հայտնվեց մի քանի օր առաջ, չէ։ Չէ, մի քանի օր առաջ, մի քանի օր ձայնը չկար։ Ամսի 4-ին նորից հայտնվեց։ Գիտեք, հայտնվեց ու ես կարդում եմ մարդիկ ինչ են գրում։ Ասում են, լսի, թող հանգիստ ապրենք, մենք այս քանի օրը չկա, այդ լավ էր, որ չկա, չէիր խոսում, բան չէիր ասում, բայց հայտնվեց, տեսանք, որ իր նստավայրում կանչել էր այդ բոլորին, տենց դասղեկի ցուցում էր տալիս, թե ով ինչ պիտի ստորագրի, ինչ որ ճանապարհային քարտեզ էին գծել, ինչ էին արել, ինչ պիտի անեին, բայց կարդում եմ ճիշտ ասած, բան չեմ հասկանում ինչ էր։ Ինձ թվում է սա շատ ավելի PR ակցիայի է նման, քան թե բուն գործողությունների պլան կամ ճանապարհային քարտեզ։ Ինչ եք ակնկալում, ինչ եք կանխատեսում։ Տեսեք, իրականում սա փրփուրներից կախվելու բան էր, փրկության ուղղակ էր։ Եվ այս եպիսկոպոսները բազում անգամ բանավոր կերպով իրենց հավատարմությունը հայտնել են իրեն։ Այո։ Բայց քանի որ նա շատ կասկածամիտ մարդ է, այո, ճիշտ բան է։ Բերեց ստորագրել տվեց այս մարդկանց, որ եկեք մի հատ էլ ստորագրեք։ Դրա համար կանգնել էր գլխի վերևը, sense նայում էր, թե ով է ստորագրում, ով չէ, կամ ճիշտն է ստորագրում, ճիշտ չէ։ Այսինքն սա հավատարմագիր ստորագրել էր ավելի։ Ղազագիր։ Ու ղազագիր։ Ղազագիր են ստորագրել։ Եվ եթե դուք ուշադիր նայեք այդ մարդկանց դեմքերին, դուք կտեսնեք այդ ամեն ինչը։ Այնտեղ պարզ գրված է դեմքին մարդու։ Ինքը ինչ հոգեվիճակում է ստորագրում դա։ Պարզ։ Բայց գիտեք, եւ իրոք ցավալի էր։ Ես բացարձակ չեմ ցավում, որովհետեւ ասում եմ, մի ների նրանց, որովհետեւ շատ լավ գիտեն թե ինչ են անում, իրենք գիտեն ինչ են անում, ոչ թե ասում եմ իրենց համար է ցավալի, այլ ցավալին երևույթն էր, որ հայ եկեղեցում կարող են լինել եպիսկոպոսներ, ովքեր ստորագրեն մի բան, որը որ հստակ գիտեն թե ուր է տանում։ Ինչ կոմպրոմատ ուզում է ունենան քո վրա։ Եթե դու հասել ես այդ աստիճանի, որևէ մի բան չի կարող քեզ հեռու պահել Աստծու ճշմարիտ Աստծուց, ճշմարիտ եկեղեցուց եւ կանգնել հայտարարել, որ այնտեղ այդ հայտարարության մեջ, այդ իրենց ստորագրած հայտարարության մեջ մի աբսուրդային պարբերություն կա, որ հայ եկեղեցին հիմնադրել են Թադեոսը Բարդուղիմեոսը, Տրթատ 3-րդ թագավորը եւ Գրիգոր Լուսավորիչը։ Եվ հայ եկեղեցու 10 եպիսկոպոս ստորագրում է այդ պարբերության տակ։ Բայց խայտարակ։ Հայ եկեղեցին, ես ուզում եմ իլուր աշխարհի, իլուր մեր ժողովրդի հայտարարել, որ հայ եկեղեցին քրիստոսահաստատ է։ Հայ եկեղեցին առաքյալների քարոզչությամբ է հիմնադրվել, ոչ թե առաքյալներն են հիմնադրել, այլ առաքյալների քարոզչությամբ է հիմնադրել։ Հայ եկեղեցին 1700-ամյա քրիստոսավանդ, քրիստոսահաստատ կառույց է, եւ Գրիգոր Լուսավորիչը եղել է առաջին կաթողիկոսը, իսկ Տրթատ 3-րդ թագավորի ժամանակ պաշտոնապես քրիստոնեությունը ընդունվել է Հայաստանում որպես պետական կրոն, առաքյալների քարոզչությամբ։ Այդ գիտեք ինչի արել, պարոն Հովհաննիսյան։ Ինքը որոշ ժամանակ առաջ էր այդ թեզը շրջանառության մեջ դրել, որ իբրև պետությունն է ստեղծել եկեղեցին։ Ես հիշում եմ, որ նա ինքը հիմա ուզում է ասի, որ դա Տրթատն է ստեղծել։ Այո։ Եվ փորձում է հաստատի կեղծի մեր պատմությունը 1700 տարվա, ասելով, որ Տրթատ թագավորը որոշել է, որ այս հայերը պիտի եկեղեցի ունենան։ Ինքը սա է ուզում ասի, որ Տրթատն է ստեղծել եկեղեցին։ Ասեմ ավելին, այլ բառերով ասեց։ Չէ, ես շատ բանալ եմ ուղղակի ձևակերպում։ Ինքն ուզում է ասի, որ դա Տրթատն է ստեղծել։ Այլ բառերով ասեց։ Պետությունն է ստեղծել։ Թագավորը մի օր արթնացել է քնից ու ստորագրել է։ Հա։ Եվ սա տանում է այնտեղ, որ ես էլ, քանի որ այսօր ես եմ թագավորը, կարող եմ մի օր արթնանալ քնից եւ ուրիշ բան ասել։ Այո։
Սա Չէ, սա նշանակում է Շատ մի ողջ սպասելի եւ ժողովրդի կանխատեսելի է։ ինքնության, բնաջնջել եւ այո, վերացնել։ ինքնության իրավունքը, ինքնության գոյությունը դնել զոհասեղանին եւ Եվ գլուխը շատ կտրել։ հետաքրքիր մի բան նաեւ նկատառում նաեւ եթե դուք տեսնեք, այսինքն տեսել եք վստահ եմ այդ ստորագրած փաստաթուղթը, այդ փաստաթղթի տակ գրված է, որ առաջինը գրված է վարչապետ Նիկոլ Այո, Փաշինյան։ վարչապետ։ Իսկ մինչ այս ինքը ասում էր, որ ես մասնակցում եմ որպես ՀՀ շարքային քրիստոնյա։ Այո։ Որովհետև ասում էր ես որպես վարչապետ դրա իրավունքը չունեմ, դա իմ գործը չի, ես վարչապետի լիազորությունների տիրույթում չեմ այս գործընթացին գնում, ես որպես խոնար առաքելական եկեղեցու հետևորդ ուզում եմ սա, բայց հիմա տեսակ։ Տեսա։ Հիմա տեսակ ինքը արդեն իր ուժը ցուցադրում է եւ ասում է, հա հենց ես վարչապետն եմ, ես էլ լավ եմ անում եմ։ Էս է ինքը ուզում ցույց տա։ Այս ընթացքում ամենաշատ ուժողները այս թեմերի քահանաներն են։ Եվ ինչ է սպասվում նրանցից ձեզ։ Այդ Գիտեք, քանի տասնյակ հոգևորական, քանի քահանա է զանգել այս մարդկանց, այս եպիսկոպոսների թեմերից վերջերս ինձ եւ հարցրել ինչ ա լինելու Տեր հայր։ Ձեզ միջև հիմա Տեր հայրով են, չէ՞ դիմում։ Այո։ Ես հաղորդումը Տեր հայրով կփակեմ։ Հարցրել են թե նաև ասել են թե մենք մեղավոր չենք, որ մեզ երբեմն կտեսնեք իրենց կողքը, մենք չենք ուզում դա, բայց քանի որ մեր առաջնորդն է ասում, պիտի անենք։ Նվիրապետական Շատ, այո, ես նաև մտածում եմ, որ շատ այդպիսի հոգևորականների չարժի էլ մեղադրել, որովհետև իրենք իրականում կարող են մեղավոր չեն եւ կարող է իրականում չեն էլ ուզում։ Իհարկե կգտնվեն, կան քահանաներ, ովքեր որ հենց համակարծիք են։ Բայց շատ հոգևորականներ իրականում շատ դժվար կացության մեջ են այսօր։ Բայց ես իրենց միշտ ասում եմ, որ ձեր առաջնորդները բոլորը ժամանակավոր են։ 100% ես վստահ եմ եւ ես նույնիսկ պատկերացնում եմ ինչա լինելու, բայց դե հետո կտեսնենք միասին մի անգամ էլ այդ ժամանակ հաղորդում կանենք, պարոն Հովհաննիսյան։ Եվ վերջում ինչ եք ակնկալում առաջիկայում ինչ անելիքներ կունենա եկեղեցին, առաջինը, ինչպես կարձագանքի եւ արդյոք կգնա ավելի կոնկրետ արձագանքման այս իրողությանը եւ ինչ կանեն նրանք, ըստ ձեզ, ինչ ա մեզ սպասվում։ Ես վստահ եմ վեապարի խոհեմության, շրջահայացության եւ ճշմարտացիության վրա եւ ճիշտ որոշումներ կայացնելու վրա։ Շուտով ականատես կլինենք դրան։ Ինչ վերաբերում է մնացածին, այո, մնացածից կարելի է սպասել ամեն ինչ, ես այլևս ոչինչի վրա չեմ զարմանում։ Կարող են նաև ուժայիններով մտնել եկեղեցիներ, կարող են բերման ենթարկել հոգևորականներ, արդեն դրանք սովորական բաներ են դարձել հոգևորականների համար նաև։ Եվ որևէ մեկի համար դա անակնկալ չի կարող լինել։ Բայց ես լիահույս եմ, որ եւ միշտ ասում եմ, որ մարդիկ պետք է միշտ հիշեն, ովքեր որ Մայրաթորի վրա հարձակում են գործում, միշտ պետք է հիշեն։ Մայրաթորը վեմ է, քար քրիստոնեության, որին դիպչելով փշրվելու են եւ չեն Մայրաթորը շատ քամիներ է տեսել եւ փոթորիկներ է տեսել։ Սրանք ուղղակի փոքրիկ մրիկներ են, որոնք կանցնեն կգնեն։ Անցողիկ։ Իհարկե։ Ես շնորհակալ եմ այսօր ինձ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ես մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ իսկապես ողջունելի է ձեր մոտեցումները եւ նաեւ լինելով նախկին հոգեորական այսքան հոգեվորական լինել, այսքան հոգեվորական լինել։ Ես ուղղակի հուսով եմ, որ վաղը մյուս օրը այս ամբողջ տարերքներից եւ աղետներից, երբ որ դուրս գանք, ձեզ նորից տեսնեմ եկեղեցում, Աստված առաջ։ Ինձ մնում է միայն հիշեցնել, որ այսօր Մետանոյայի տաղավարում հյուրընկալվել էր նախկին հոգեվորական, այս պարագայում արդեն իր հոգեվորական կոչմամբ կներկայացնեմ Տեր Նիկողոս Քահանա Հովհաննիսյանը, նախկինում, իսկ այսօր պարզապես Նիկողոս Հովհաննիսյանը։ Լավ մնացեք, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։